Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Երբևէ մտածել եք, որ մեր ներքին օրգաններն էլ ունեն սիրելի մթերքներ։ Օրինակ, ինչ է սիրում մեր սիրտը կամ լյարդը, ինչ ուտել աղիների լավ աշխատանքի համար։ Եթե մենք ուտենք օմեգա 3-ով հարուստ մթերքներ, մենք կնպաստենք մեր ուղեղի լավ աշխատանքին։ Ինչպես պահել ամենաթանկը, աչքի լույսը, ինչ ուտել աչքերի տեսողության համար։ Աչքերի համար շատ կարևոր է բետա-կարոտինով հարուստ մթերքները, գազարը, դդումը, նաև քաղցր կարտոֆիլը, բատատան, նույնպես հարուստ է բետա-կարոտինով, այն օգնում է մեր աչքի տեսողությանը։ Ասում ենք սիրտս քաղցր է ուզում։ Իսկ ինչ է իրականում ուզում մեր սիրտը, ինչ է սիրում, սնունդ սրտի համար։ Շատ վիտամին C է պարունակում օրինակ մասուրը, հիմա արդեն կարող եք գնել մասուրը եւ չորացնել եւ ձմեռվա ընթացքում խմել։ Ինչ ուտել լյարդի երիկամների առողջության համար, գիտենք, որ լյարդը բնական դետոքս է անում, մաքրելով օրգանիզմը թույներից, բայց կարող է նաեւ ախտահարվել ոչ ճիշտ սննդակարգի հետևանքով։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Երբևէ մտածել եք, որ մեր ներքին օրգաններն էլ ունեն սիրելի մթերքներ։ Օրինակ, ինչ է սիրում մեր սիրտը կամ լյարդը, ինչ ուտել աղիների լավ աշխատանքի համար, ինչ ուտել աչքերի տեսողության համար, մկանների ամրության, ինչ են սիրում մեր ներքին օրգանները։ Այսօր կզրուցենք սննդաբան Արմինե Հակոբյանի հետ։ Ողջույն Արմինե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Հետաքրքիր է, որ մեր ներքին օրգաններից յուրաքանչյուրը ունի նախապատվելի մթերքներ եւ սա նշանակում է, որ օրինակ իմանալով թե ինչ է սիրում մեր ուղեղը, կնպաստենք դրա լավ աշխատանքին։ Այո, իհարկե։ Մեր ուղեղը սիրում է օմեգա 3 ճարպերով հարուստ մթերքներ, ինչու են նմանեցնում ուղեղը, օրինակ ընկույզին։ Ընկույզի։ Այո, որտեղ ուղեղը նման է, չէ, ընկույզը նման է ուղեղին։ Եվ եթե մենք ուտենք օմեգա 3-ով հարուստ մթերքներ, մենք կնպաստենք մեր ուղեղի լավ աշխատանքին, օրինակ դրանք են յուղոծիկները, սաղմոնը, սարդինա եւ մի շարք այլ տեսակի ձկներ։ Եթե չեք սիրում ձուկ, օրինակ կարող եք դրանք փոխարինել ընդեղենով, ընկուզեղեն, տարբեր սերմերով, օմեգա 3-ով հարուստ սերմերով, չիայի, կտավատի սերմերով, պարտադիր այն ներառեք ձեր ռացիոնում ամեն օր եւ հաստատ կտեսնեք փոփոխություն։ Այո, ինչպես պահել ամենաթանկը, աչքի լույսը, ինչ ուտել աչքերի տեսողության համար։ Ինչպես գիտենք, հա գազարն են նմանեցնում մեր աչքի թաղանթին, օրինակ, եւ աչքերի համար շատ կարեւոր է բետա-կարոտինով հարուստ մթերքները, գազարը, դդումը, նաեւ քաղցր կարտոֆիլը, բատատան, նույնպես հարուստ է բետա-կարոտինով, այն օգնում է մեր աչքի տեսողությանը, մկանների լավացմանը, նորից էլի օմեգա 3-ով հարուստ մթերքներն են օգնում մեր աչքերի տեսողությանը, չգիտեմ ինչու վերջերս նիհարելու համար հանում են ձվի դեղնուցը, որը էլի շատ կարևոր է մեր տեսողության համար, մի հեռացրեք այն ձեր ռացիոնից։ Օգտակար ճարպեր է պարունակում։ Շատ կարևոր է օգտակար ճարպերը մեր յուրաքանչյուր օրգանի համար։ Դրա համար փորձեք ուղղակի լավ ճարպերը տարբերակեք վատ ճարպերից։ Այո, այստեղ պիտի հիշենք ավոկադոյի մասին նույնպես։ Ավոկադոն էլի օգնում է մեզ եւ մեր մաշկի եւ տեսողությանը եւ ուղեղի աշխատանքին։ Մենք շատ հաճախ ասում ենք սիրտս քաղցր է ուզում։ Իսկ ինչ է իրականում ուզում մեր սիրտը, ինչ է սիրում սնունդ սրտի համար։ Մեր սիրտը սիրում է կանաչ բանջարեղեններ, որովհետեւ կանաչ բանջարեղենները եւ հատապտուղները, որոնք շատ հզոր հակաօքսիդանտներ են, օգնում են վատ խոլեստերինի իջեցմանը, որն էլ բնականաբար արդեն մեր սրտի աշխատանքը կարգավորում է եւ զերծ է պահում ինֆարկտից։ Եվ ինչպես ասացինք, նորից մեր սիրտը նաեւ սիրում է օմեգա 3-ով հարուստ մթերքներ։ Սրտի աշխատանքի համար նաև շատ կարևոր են կալիում պարունակող մթերքները, օրինակ լոլիկն է, շատ օգտակար մեր սրտի աշխատանքի համար, վիտամին C պարունակող մթերքները, սխտորը օգտագործեք ձեր սննդակարգում, որտեղ նորից էլի բարձր հակաօքսիդանտ է եւ էլի օգնում է սրտի աշխատանքին, խնձորը, էլի իր մեջ պարունակող երկաթի, այո, եւ վիտամին C պարունակող մթերքները, պարունակող, շատ վիտամին C է պարունակում օրինակ մասուրը, հիմա արդեն կարող եք գնել մասուրը եւ չորացնել եւ ձմեռվա ընթացքում խմել, ինչու՞ չէ դուք նաեւ կօգնեք ձեր իմունիտետի բարձրացմանը, շատ օգտակար է, պղպեղները
գունավոր պղպեղները շատ մեծ քանակությամբ վիտամին C են պարունակում, հետո արդեն գալիս է նարինջն է, կիտրոնն է, կիվին է, նորից հարուստ վիտամին C-ով։ Պետք է միշտ ունենանք սրանք մեր սննդակարգում, այսինքն մենք չենք կարող 1-2 անգամ օգտագործենք, ասենք սրտին լավ է եւ վերջացնենք, ոչ դրանք պետք է լինեն մեր սննդակարգում ամեն օր։ Ինչ ուտել լյարդի երիկամների առողջության համար, գիտենք, որ լյարդը բնական դետոքս է անում, մաքրելով օրգանիզմը թույներից, բայց կարող է նաեւ ախտահարվել ոչ ճիշտ սննդակարգի հետևանքով, որն է լյարդի սիրելի սնունդը։ Նախ առաջինը ես շատ կարևորեմ ջրի արկայությունը, այսինքն ջուր օգտագործեք ձեր սննդակարգում եւ լյարդի եւ երիկամների համար, իսկ լյարդին ուղղակի պետք չէ շատ մաքրել, ուղղակի լյարդին փորձենք չվնասենք շաքարով, հա, մեծ քանակությամբ շաքարով, այլ մեր սննդակարգում ունենանք կանաչ բանջարեղեններ, ինչպիսին է բրոկոլին, ինչպիսին է սպանախը, պղպեղները եւ մի շարք այլ կանաչ բանջարեղեն, կաղամբազգիները, որոնք շատ էլի կարեւոր են մեր սննդակարգում։ Մենք կօգնենք այդպես մեր լյարդի չվնասելուց, հատապտուղները, ինչպես ասացինք, մորի, ազնվամորի, հապալաս, իրենք մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում եւ էլի օգնում են մեր լյարդի ճիշտ աշխատանքին եւ դետոքսիկացիային։ Լյարդը սիրում է ավելի շատ բուսական մթերքներ, քան կենդանական ճարպեր։ Իհարկե կարելի է կենդանական ճարպեր, բայց քիչ քանակությամբ չափավոր, այո, շատ կարևոր է օրվա մեջ ճիշտ սնունդ ընդունման ժամերը։ Մարդիկ ուղղակի փորձում են առանց իմանալու սովապահություն անել, օրը մեկ անգամ ուտել, իսկ օրը մեկ անգամ ուտելով մենք չենք էլ հասկանա, թե ինչպես կվնասենք մեր լյարդին եւ ավելի շատ ճարպեր կկուտակենք։ Փորկապությունը 21-րդ դարի հիվանդություն է, նստակյաց կյանքով պայմանավորված, ինչ ուտել աղիների լավ աշխատանքի համար։ Առաջնահերթ ես նորից կառանձնացնեմ ջուրը, կառանձնացնեմ կալիումով հարուստ մթերքները, մեր եւ բջջանյութով հարուստ մթերքները։ Բջջանյութ բնականաբար, ինչպես գիտենք, բանջարեղենների մեջ է շատ պարունակում, ամբողջահատ ցորենով պատրաստած մթերքների մեջ է պարունակում։ Մի վախեցեք, օգտագործեք դրանք ձեր սննդակարգում։ Պարտադիր մարդկանց սննդակարգում պիտի լինի գոնե 25-ից 30 գրամ բջջանյութ, որպեսզի մենք կարգավորենք աղիների աշխատանքը։ Աղիների վատ աշխատանքին նաև վնասում է շատ շաքարի օգտագործումը, որովհետև այն վնասում է աղիները, միկրոֆլորան, դրա համար մենք պետք է ուղղակի խուսափենք շատ շաքարի օգտագործումից եւ դրա փոխարեն մեր սննդակարգում ներառենք բանջարեղեններ, կանաչ բանջարեղեններ, բազուկ, գազար, կաղամբազգիներ, ինչու՞ չէ նաև հիմա մրգերից այս պահին սեզոնին կա սալորը, որը շատ մեծ քանակությամբ կալիում է իր մեջ պարունակում, կարող եք նաև բնական ճիր պատրաստել եւ նաև ուտել ձմռանը։ Շատ կարևոր է նաև աղիների աշխատանքի համար պրոբիոտիկները, բնական յոգուրտը, կեֆիրը, այո, եւ նաև թթու աղամբը, այն իր մեջ էլի պարունակում է մեծ քանակությամբ պրոբիոտիկներ, որոնք օգնում են աղիների աշխատանքին։ Եվ բնականաբար ֆիզիկական ակտիվությունը աղիները չեն սիրում նստակյաց կյանք։ Մենք պետք է ունենանք ֆիզիկական ակտիվություն մեր կյանքում, որը հիմա դեռահասներից սկսած մինչև մեծահասակներ մեծ խնդիր է։ Այսինքն մենք ալարում ենք շարժվել։ Եթե չենք շարժվում, աղիներն էլ չեն գործում։ Միանշանակ։ Ինչ ուտել ոսկրերի ամրության համար։ Գիտենք հատկապես մեծահասակների մոտ շատ են կոտրվածքները, օստեոպորոզի ռիսկը մեծանում է։ Մենք դրա համար պետք է մինչև 30 տարեկանը արդեն մտածենք, որովհետև մինչև 30 տարեկանը մենք պետք է սպիտակուցների պաշար ունենանք, որովհետև ոսկորների ամրությունը հենց գալիս է մեր սպիտակուցների քանակությամբ, մենք օրական պիտի ունենանք որոշ քանակությամբ սպիտակուցներ, որը հիմա շատ ցավալի է, բայց չենք ուտում սպիտակուցներ, որովհետև 30-ից հետո արդեն քչանում է սպիտակուցների քանակը եւ մենք գոնե այդ պաշարը պիտի օգտագործենք եւ 30-ից հետո էլ պարբերաբար նորից հետևենք մեր սննդակարգին։ Մենք պետք է մեր ռացիոնում պարտադիր ունենանք մսամթերք, ձկնեղեն, ընդեղեն, օրինակ նուշը, որը շատ հարուստ է կալցիումով եւ մագնիով,
էլի շատ կարևոր է։ Ոսկրերի ամրության համար շատ կարևոր է կաթնամթերքի օգտագործումը, բայց ոչ յուղազերծված։ Մարդիկ փորձում են ուղղակի յուղազերծված կաթնամթերք օգտագործեն, բայց դրանք ավելի են վնասում իրենց ոսկորներին, որովհետև ճարպերի, հա, օգտակար ճարպերը շատ է օգնում մեր օրգանիզմին ցանկացած պարագայում, իսկ երբ որ մենք յուղազերծում ենք, այսինքն մենք վերամշակում ենք եւ ոչ մի վիտամին այդտեղից մենք չենք ստանում։ Ուղղակի խուսափեք այն արտադրողներից, որտեղ անդադ յուղազերծում են կաթնամթերք։ Եվ նույնիսկ նիհարողները, ովքեր անյուղ կաթնամթերք են գնում մտածելով, որ այսպիսով կարողանում են այդ ճարպերի կալորիաներից խուսափել, սա միֆ է, օգտակար ճարպերն են օգնում նիհարել, որպեսզի մաշկը մնա առածգական, չթուլանա, այո, եւ ժամանակից շուտ չծերանա, այսպես Օրինակ կարակներ, հենց ինքը կարակներ իր մեջ էլի վիտամին D պարունակում, բայց էլի պիտի լինի 82%-ից բարձր յուղայնությամբ։ Նույնը վերաբերում է պանրի տեսական։ Այո, պանիրը նաև մենք ունենք պանրի մեջ նաև կալցիում կա, որը հարուստ է կալցիումը, որը էլի կարևոր է մեր ոսկորների ամրության համար։ Բնականաբար ամեն ինչը պիտի ունենա իր չափը, երբ որ նշում ենք, որ ունեցեք դրանք ձեր սննդակարգում, դա պիտի բալանսավորենք ուղղակի, հավասարակշռենք, հասկանանք ինչքան պիտի ուտենք։ Իսկ ո՞րն է այն սնունդը, որը վնաս է հասցնում մեր ներքին օրգաններին։ Սնունդ, որ նշանակություն չունի, սիրտ է, աչք է, լյարդ, թեթե երիկամներ չեն սիրում, մեր օրգան համակարգը չի սիրում։ Դրանք վերամշակված մթերքներն են։ Այնիշ տալիս է մեզ բնությունը, դրանք մեր օրգանիզմի օգնականներն են։ Օրինակ, եթե նույն բանջարեղենը, մսամթերքը մենք փորձում ենք վերամշակենք, մենք այնտեղից ոչ մի օգուտ չենք ստանում բացի վնասից։ Պարզապես փորձեք խուսափել վերամշակված ցանկացած մթերքներից։ Փաստորեն սննդի օգնությամբ հնարավոր է երկարաձգել երիտասարդությունը։ Իհարկե, օրինակ եկեք օրինակ վերցնենք երկու նույն տարիքի կանանց, 30 կամ 40 տարեկան, ինչու է մյուսը ավելի թարմ երևում, այն մյուսը ավելի արդեն մաշկը կախված, տարիքից ավելի մեծ երևում եւ հակառակը։ Բնականաբար արդեն հասկանում ենք, որ նա սնվում է առողջ, ունի ֆիզիկական ակտիվություն, որը էլի շատ կարևոր է մեր մկանների համար, որտեվ եթե մենք ուղղակի ապրում ենք նստակյաց, սնվում ենք fast food-ով, վերամշակված սնունդով, մենք բնականաբար վնասում ենք մեր ներքին օրգաններին, բնականաբար այդտեղից էլ արդեն գալիս է խնդիրները, ունենում ենք ոչ առազգական մաշկ, վնասված եղունգներ, մազեր, այդ իսկ պատճառով մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Դրա համար պիտի ընտրենք մթերք, որը մեզ օգուտ կտա, այլ ոչ թե վնաս։ Սնունդ ընդունելիս միշտ մտածեք, ինչ է տալու այն ինձ։ Օգուտ թե վնաս։ Հենց դրա համար էլ ասում են, որ մարդու արտաքինը առողջության հայելին է, եթե մարդը առողջ է, առողջ արտաքին ունի, տեսք ունի, դեմքը մաշկի գույնը փայլում է, ավելորդ քաշ չկա եւ ճիշտ հակառակը, երբ ներքին օրգանները հիվանդ են, դա արտացոլվում է նաեւ մարդու արտաքին տեսքի վրա։ Եվ որպես ամփոփում, եթե մենք տիրապետում ենք ինֆորմացիայի ուժին, նշանակում է կլինենք առողջ, կանոններ, որոնց պետք է հետևել առողջ ապրելու համար։ Ես առաջինը կառանձնացնեմ առողջ սնունդը, հետո ֆիզիկական ակտիվությունը, ջուրը եւ կառանձնացնեմ քունը, որովհետեւ շատ կարեւոր է քունը մեր կյանքում, հանգիստ, այսինքն մենք գոնե պիտի մինչեւ 23:00 պարկենք քնելու, որտեւ գիշերվա ընթացքում արտադրվում է մելատոնին հորմոնը, որը շատ կարեւոր է, որ ընկճի մեր կորտիզոլի հորմոնը, դա ստրեսի հորմոնն է, եւ այստեղ բարձրանում է գրիլին հորմոնը, դա արդեն սովի հորմոնն է, դրա համար մենք արդեն առավոտյան արթնանում ենք հոգնած, ուզում ենք անընդհատ ուտել եւ այդ ուտելիքը լինում է քաղցրի տեսքով։ Երբ քիչ ենք քնում։ Բնականաբար, երբ քիչ ենք քնում, իսկ երբ որ մենք ունենք լիարժեք քուն, մենք արթնանում ենք արդեն էներգիայով լի,
ուրախ ենք եւ մեր ստրեսի հորմոնն էլ արդեն ցածր է։ Եվ ֆիզիկական ակտիվությունը կարողանում ենք ապահովել։ Բնականաբար արդեն կարողանում ենք ունենալ ֆիզիկական։ Այնպես որ փող կապակցված է հարգելիներս առողջ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն եւ հանգստի ռեժիմը պահելը, ունենալ առողջ եւ լիարժեք քուն։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին, հետևեք մեր թողարկումներին, կարևորը բաց չթողնելու համար։ Մենք զրուցում էինք սննդաբան Արմինե Հակոբյանի հետ։ Շնորհակալություն նաեւ Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների հավաքատեղի։ Համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։